Բարի առավոտ, բարի լույս, իմ շատ սիրելի ու հարազատ դարձած հեռուստադիտողներ, ժամը 10-ն է եւ դա նշանակում է, որ Կոտայք հեռուստաընկերության եթերում իր աշխատանքն է սկսում Բարի լույսը։ Իսկ ձեզ համար բարձր տրամադրությամբ աշխատում եմ ես, Ալիտա Եղիազարյանս։ Այսօր նոյեմբերի 25-ն է եւ այսօր է ծնվել հայ քաղաքական գործիչ, հայտնի գործարար, Բարգավաճ Հայաստան կուսակցության հիմնադիր նախագահ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ Նա նաեւ եղել է Հայաստանի ազգային ժողովի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ եւ 7-րդ գումարումների պատգամավոր։ Կոտայք հեռուստաընկերության ողջ անձնակազմը շնորհավորում է պարոն Ծառուկյանին, մաղթելով առողջություն։ Շարունակում ենք հաղորդումը եւ նշեմ, որ միջազգային աստղագետների թիմը տիեզերական հեռադիտակի միջոցով հայտնաբերել է վաղ տիեզերքի պայծառ երիտասարդ գալակտիկա։ Այն չի համարվում ամենավաղ հայտնաբերված գալակտիկան, սակայն ըստ գիտնականների պատկանում է մեծ պայթունից հետո ձևավորված առաջին մեծ գալակտիկաների սերնդին։ Քանի որ այն շատ հեռու է, տեսնում ենք այն ժամանակահատվածում, երբ այն ընդամենը 1-ից 2 միլիոն տարեկան էր։ Այս փոքրիկ գալակտիկան բառացիորեն քմահաճություն է անում տարեկան, ձևավորելով մոտ 165 արևային զանգվածի աստղեր։ Դիտարկումները ցույց են տալիս, որ վաղ տիեզերքում գալակտիկաները շատ ավելի պայծառ ու մեծ են, քան նախկինում էին կանխատեսում։ Իսկ Քեմբրիջշիրում ավելի քան 3000 տարի ցեխի տակ պահված բրոնզի եւ երկաթի դարերի 3 հազվագյուտ կոճղանավեր առաջին անգամ ներկայացվել են հանրությանը։ Դրանք 13 տարի առաջ հայտնաբերվել են Մուստ Ֆարմ հնավայրում։ Սա Մեծ Բրիտանիայում մեկ վայրում գտնված նախապատմական նավերի ամենամեծ հայտնաբերումն է։ Նավերը հրաշալիորեն պահպանվել են, դրանցում հնագետները պարզել են, թե ինչ ծառատեսակներից են պատրաստված, ինչպես են կտրել ու մշակել փայտը եւ ինչ գործիքներ են օգտագործել։ Ցուցադրվող նավերից մեկը 6.3 մետրանոց կաղնե անցքն է։ Ներսում այրման հետքերով, մյուսները ավելի փոքր հատվածներ, ներառյալ դաշտային թխկուց պատրաստված նավի մնացորդը։ Հնագետների խոսքով հազարամյակների ընթացքում տարածքը դարձել է ավելի ճահճային եւ նավերը դարձել են տեղաշարժի հիմնական միջոց։ Որոշ նավեր հավանաբար պահվել են ջրում, որպեսզի չծրակեն ու հետագայում նորից օգտագործվեն։ Flag Fun հնագիտական զբոսայգու ղեկավարը այս հայտնագործությունը կոչում է կապ անցյալի մարդկանց հետ, որոնք ապրել ու ճանապարհորդել են նույն լանդշաֆտով հազարավոր տարիներ առաջ։ Իսկ այս մի նորությունը կհետաքրքրի Լաբուբուի սիրահարներին, քանի որ այն կարող է շուտով տեղափոխվել մեծ էկրան։ Sony Pictures-ը ձեռք է բերել այդ յուրօրինակ տիկնիկների էկրանավորման իրավունքը եւ արդեն սկսել է լիամետրաժ ֆիլմի նախապատրաստական աշխատանքները։ Այս փուլում ֆիլմին դեռևս ոչ մի պրոդյուսեր կամ ռեժիսոր միացված չէ եւ հստակ չէ այն կլինի կենթանի դերասաններով թե անիմացիոն։ Սյուժեի կոնկրետ մանրամասները դեռևս չեն բացահայտվել, բայց նախագիծը, ինչպես սպասվում է, կուսումնասիրի հրեշներ, տիեզերքի ֆանտաստիկ եւ արկածային տարրերը։ Հարգելի հեռուստադիտողներ, այս պահին առաջարկում եմ դիտենք տեսահոլովակ, վերադառնանք եւ շարունակենք հաղորդումը։ Մենք վերադարձանք հարգելի հեռուստադիտողներ եւ շարունակում ենք հաղորդումը։ Նշեմ, որ ամեն տարի նոյեմբերի 25-ին նշվում է կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրը։ Կանանց նկատմամբ բռնությունը համաշխարհային խնդիր է, որն ազդում է աշխարհում յուրաքանչյուր երրորդ կնոջ վրա։ Այն արտահայտվում է տարբեր ձևերով՝ ֆիզիկական, սեռական, հոգեբանական, տնտեսական, իսկ վերջին տարիներին նաեւ կիբերբռնության տեսքով։ Բռնության յուրաքանչյուր դեպք անձնական ողբերգություն է, որն արտացոլում է հասարակական կառուցվածքային խնդիրներ։ Վերջին տարիների համաշխարհային իրադարձությունները, այդ թվում բազմաթիվ զինված հակամարտությունները, բնական աղետները եւ համաճարակները բարձրացրել են բռնության ռիսկերը։ Հայաստանում ընտանեկան բռնությունը հաճախ դիտարկվում է որպես բացառապես ընտանեկան խնդիր, իսկ հասարակությունը համարում է, որ այն պետք է լուծվի ընտանիքի ներսում։ Այս մոտեցումը դարձնում է կանանց ավելի խոցելի, քանի որ բազմաթիվ ընտանիքներում կնոջ վարքագիծը մնում է անտեսված, իսկ նրա իրավունքները չեն ստանում պատշաճ պաշտպանություն։ Այս ամեն ինչպես է ազդում կնոջ հոգեբանության վրա եւ ինչպես է հնարավոր կնոջը վերադարձնել լիարժեք կյանքի զգացողությանը, անվտանգությանը եւ ինքնավստահությանը, կիմանանք զրուցելով հոգեբան Լուսինե Ալավերդյանի հետ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Ես նույնպես շնորհակալ եմ ձեզ, ձեր տաղավարում երկրորդ անգամ հյուրընկալվելու համար։ Այսօր շատ յուրահատուկ եւ շատ կարեւոր խնդրի մասին ենք խոսելու եւ հենց սկսենք զրույցը նրանից, թե ինչ է իրենից ներկայացնում հոգեբանական բռնությունը։
Փորձեմ մի փոքր սահմանում տալ, հա, երևի ավելի շատ հոգեբանական բռնությունը ճնշում է, վերահսկողություն, մեղադրանքի, նվաստացման, ագրեսիայի, մանիպուլյացիայի տեսքով։ Իսկ ինչպես է հոգեբանական բռնությունը տարբերվում ֆիզիկական բռնությունից։ Ֆիզիկական բռնությունը երբ ավելի տեսանելի է, հա, այսինքն տվյալ անձը իր մաշկի վրա նույնիսկ գում է այդ ամենը, հոգեբանական բռնության ժամանակ նա կարող է նույնիսկ չհասկանալ, թե ինչ է կատարվում իր հետ, միայն կարող է հասկանալ, որ իր մոտ անվստահություն է առաջացել սեփական անձի հանդեպ, սեփական հույզերի հանդեպ, չի հասկանում ինչ է կատարվում, որտեղ է ճիշտը, որտեղ է սխալը եւ այլն։ Իսկ հոգեբանական բռնությունը ինչպես է ազդում կնոջ ինքնագնահատականի վրա եւ նաեւ ինքնաձևավորման վրա։ Առհասարակ եկեք սկսենք այնտեղից, թե ինչ է ինքնագնահատականը, այն փոքրուց է ձևավորվում, հա, մեր ընտանիքների ներսում։ Ինքնագնահատականը ի սկզբանե ծնողներն են, հա, ձևավորում երեխայի մոտ։ Այնուհետև իհարկե ինքը մշտապես փոխվող, այսպես ասած, երևույթ է տարիների մեջ, ինքնագնահատական ինչ է իրենից, արդեն բառը ենթադրում, որ մենք ինքներս մեր անձի հանդեպ ունենք որոշակի գնահատական մեր արժեքների հետ կապված, մեր արժեհամակարգի եւ այլն, եւ այստեղ ասեմ, որ շատ կարևոր է, թե զոհը ինչպիսի ինքնագնահատականով է մտնում հարաբերություններ, քանի որ եթե ի սկզբանե ունի ցածր ինքնագնահատական, ավելի մեծ հակվածություն կա իրեն ճնշելու, իրեն մանիպուլյացիայի ենթարկելու, բայց հաճախ լինում են դեպքեր, երբ adekvat ինքնագնահատականով մարդուն նույնպես երկարատև այդ ճնշումների ներքո հնարավոր է խոցելի դարձնել եւ նրան նվազեցնել, այսպես ասած, իր ինքնագնահատականը եւ հոգեկան առողջության վրա անդրադառնալ։ Այն նկատում ենք, որ շատ հաճախ կանայք չեն գիտակցում, որ գտնվում են հոգեկան բռնության մեջ։ Այ ինչ նշաններ կան, որ կարող են հուշել եւ ինչու չեն գիտակցում այս ամենը։ Ասեմ, որովհետև ագրեսորը, հա, այսպես կարող ենք կոչել, ունի որոշակի վարքագծային ցիկլ, այսինքն այն ամենը ինչը տեղի ունենում, որոշակի ցիկլներով է, առաջին փուլում նա իր քննադատողական, մեղադրողական վարքագիծն է ցուցաբերում, բռնություն է փորձում կիրառել, պոռթկում է առաջանում եւ այդտեղ մաքսիմում երևում է այդ abuse-ը, որը այսպես հիմա շատ մոդայիկ տերմին է, չէ, դարձել, որ բոլորս էլ գիտենք դրա մասին եւ արտահայտվում է այդ abusive վիճակը մաքսիմում եւ զոհը փորձում է լինել այսպես պաշտպանված, չի հասկանում ինչ է տեղի ունենում, ինչ անի, որպեսզի այդ վիճակը չլինի, հա, այդ իրենց հարաբերություններում, իսկ երկրորդ փուլը ավելի այսպես մեղրամիս ասվածն է, որ abuse-ը, հա, երրորդ փուլը abuse-ը փորձում է տալ այն ջերմությունը, հոգատարությունը, խնամքը, սերը մաքսիմում, որ հնարավոր է եւ այդտեղ զոհը գտնվում է էմոցիոնալ ճոճանակի մեջ, այսինքն լինելով նախորդ իրավիճակում, հա, ինքը անմիջապես այսպես ինչ որ նոր զգացողություններ է ապրում, որ իրեն սիրում են, որ իրեն գնահատում են, որ ինքը թանկ է, որ իրեն բարձրացնում են եւ այլն աստղերից բարձրացնե վերև եւ այսպես շատ ցավոտ ցած են նետում նորից, որովհետեւ այդ ցիկլը նորից կրկնվում է հարաբերությունների ընթացքում եւ այստեղ զոհը նաեւ կախվածության մեջ է ընկնում էմոցիոնալ, որովհետեւ այդ կորտիզոլ եւ ադրենալինի հորմոնները նրան գցում են այդ մշտական կախվածության մեջ ու դա է պատճառը երևի շատ ժամանակ, որ չեն կարողանում դուրս գալ այդ հարաբերություններից։ Այսինքն կարող ենք ասել, որ նաև խաբուսիկ է այս ամենը, հնարավոր է, որ դու գտնվում ես, բայց դու չես գիտակցում, որ գտնվում ես այս ամենի մեջ։ Իսկ կան նշաններ, որ կնոջը կարող են հուշել, որ նա ամեն դեպքում գտնվում է հոգեկան բռնության մեջ։ Երևի թե նշաններից մեկը, որ հենց ինքը չի հասկանում, թե իր հետ ինչ է տեղի ունենում, որ արդյոք դա իր մեղավորությունն է, թե փորձել են բարթել այդ մեղքը իր վրա։ Օրինակ, երբ որ ինքը սկսում է կասկածել իր հույզերի վրա, երբ որ իրեն նվաստացնում են, նեղացնում են, նա այդ ժամանակ, օրինակ, երբ վիրավորվում է, զոհը ագրեսորը փորձում է հետո նրան
կրկին վերել են մտքին, որ տես դու նեղած կոտ ես եւ այլն, ինչ էր տեղի ունեցել, որ դու այդպես ես վարվում, այդպես ես վերաբերվում եւ ինքը սկսում է կասկածել, արդյոք պետք է նման արձագանք տալ, հա, այդ վերաբերմունքին։ Երևի դրանք են ամենաառաջնային նշանները։ Եվ սկսում ենք իրեն մեղադրել։ Այո, ինքնամեղադրանքը հիմնականում այդպես շատ արտացոլված է հարաբերություններում։ Իսկ բացի զոհից, հասարակությանը որ նշանները կարող են հուշել, որ կինը գտնվում է հոգեկան բռնության մեջ։ Շրջապատին։ Երևի թե հիշեմ այցելուներից դեպքերը, հա, որ ինձ մոտ գրանցվել են, երբ նմանատիպ դեպքերով գալիս են, առաջին երևի այսպես ազդանշանը, գիտեք, ոչ ոք չի պատկերացնում, որ օրինակ այդպիսի քայլեր կարող է հա անել տվյալ մարդը, որովհետև ինքը շրջապատի համար շատ այսպես ջերմ, բոլորի հետ շատ լավ հարաբերություններով եւ նույնիսկ որ ժամանակ հետո երբ որ կանայք սկսում են ինչ-որ բողոքել եւ այլն, մարդիկ զարմանում են այդ ամենից, նման մարդուց սպասելի չէ նման արարք, բայց սովորաբար հենց այդպես էլ աշխատում է ագրեսորները շրջապատի համար շատ բարի, շատ լավ կերպարներ են։ Այդպես։ Իսկ եթե կինը արդեն գիտակցում է, որ գտնվում է նման վիճակում, ի՞նչն է խանգարում նրան դուրս գալ այդ ամեն ինչից, փախնել, հեռու գնալ։ Առաջին երևի թե ֆինանսական կախվածությունը։ Նմանատիպ մարդիկ չեն ցանկանում, որ իրենց կողակիցը ունենա իրենց առանձին, օրինակ հենց թեկուզ աշխատանքը, քանի որ փորձում են դրանով պահել, հա, այդ կախվածության մեջ, եւ երևի հասարակության կարծիքից կարճած լինելն է շատ այսպես վառ արտահայտված նման կանանց մոտ, թե ինչ կմտածեն իրենց մասին, հա։ Մյուսը երևի հենց այդ էմոցիոնալ կախվածությունը, որ ունեն, որ չեն հասկանում սիրում են տվյալ մարդուն, թե իրենց մոտ ինչ որ իրենց հույզերը կրկին աղավաղված են այդ պարագայում։ Մյուսը կարող եմ ասել, եթե երեխա ունեն, երեխաների պարագան երևի թե ու մանիպուլյատորը հիմնականում երեխաներին նման ժամանակ հենց երեխաների մասով է, հա, փորձում մանիպուլացնել եւ նաեւ կարեւոր է այստեղ նշել հենց այդ վախի զգացողությունը, որ կինը ունենում է, որովհետև ագրեսորը անընդհատ այդ ճնշման ներքո, հա, ինչ որ ահաբեկչական բաներ է ասում, որ եթե օրինակ գնաս այսպես կլինի ավելի վատ կլինի եւ կինը մնում է այդտեղ, քանի որ ոնց որ չի ցանկանում այդ կոմֆորտ հատվածից հա դուրս գալ եւ մշտապես մնում է այդ իրավիճակում։ Այնուամենայնիվ, եթե կինը գտնվում է նման վիճակում, չի հեռանում եւ փորձում է մնալ իրավիճակը շտկել, հնարավոր է փոխել բռնարարին, հոգեբանորեն, հնարավոր է նրան դարձնել այնպիսին, ինչպիսին որ այն ժամանակ էր։ Որ ժամանակ։ Երբ որ օրինակ թվացial ամեն ինչ շատ գեղեցիկ էր, հնարավոր է մարդուն փոխել եւ դարձնել այնպիսին, կան քայլեր, որ կնոջը կարող են օգնել։ Նախ եկեք մի փոքր էլ հենց այդ բռնարարի մասին խոսենք, հա, որ այսպես հիմա շատ տարածված է համացանցում, ինչ որ նարցիսների մասին են խոսում, թեկուզ հենց նույն այդ բռնարարը, երբ որ մենք ինչ որ երևույթ ենք պատկերացնում, ասեմ, որ հենց ինքը, հենց այդ անձը ինքն էլ հոգեբանական ճնշման ենթարկված ժամանակին, հա, միգուցե իր ծնողների կողմից այդ անձը, ով կյանքի այս փուլում փորձում է ինքնահաստատվել, երևի իր հենց խնդիրները անձնական, իր տրավմաները հաղթահարել այդ միջոցով, եւ նույնիսկ շատ ժամանակ ինքը չի հասկանում, թե ինչ է անում եւ ինչ է կատարվում իր անձնական հենց իր հոգեվիճակում, որ խնդրեմ նորից հիշեցնեք։ Կան կնոջ կողմից արվող քայլեր, որ նա կարող է փոխել բռնարարին։ Առաջին քայլը երևի դնել սեփական սահմանները, խոսելով զոհի, բռնարարի եւ հա տոքսիկ հարաբերությունների մասին ամենաառաջինը պետք է հիշել հենց անձնական սահմանների մասին, որը շատ լղոզված է լինում այդ հարաբերությունների ժամանակ
Երկրորդը երևի զբաղվել ինքնախնամքով, ինքնազարգացմամբ, որի դեպքում միգուցե նաև հարգանք առաջացնել, հա, տվյալ մարդու հանդեպ, որ գիտես, ես օրինակ ինձանից այս մարդն եմ ներկայացնում եւ չի կարելի ինձ հետ նման կերպ վարվել, միգուցե դա ինչ որ ձևով աշխատող տարբերակ լինի տվյալ մարդու համար։ Իսկ դուք Լուսինե ջան, որպես հոգեբան, ինչպես եք օգնում կանանց դուրս գալ այդ բռնարարի ճիրաներից, ինչպես որ հաճախ ասում են, ինչ քայլեր են որպես հոգեբան, ինչ քայլեր եք առաջարկում կնոջ։ Նախ շատ ինդիվիդուալ է այդ ամենը, մենք թերապիայի ժամանակ փորձում ենք հասկանալ, թե ինչ է ուզում տվյալ անձը իր կյանքից, արդյոք ինքը պատրաստ է դուրս գալ այդ ամենից եւ ինչ է պատրաստ անել այդ ամենի համար։ Երևի ես աշխատում եմ առհասարակ կոգնիտիվ արքային թերապիայով եւ գեշտալտ թերապիայով, կոգնիտիվ թերապիայի օգնությունն է ձևավորել տվյալ անձի մոտ հստակ ինքնագնահատական հենց հասկանալ, թե ինքը առհասարակ ով է եւ ինչպես պետք է իր հետ վարվել։ Իսկ գեշտալտ թերապիայով հույզերի հետ աշխատանքն ենք սկսում տանել, հուզական դաշտի հետ, որտեղ մենք երևի շատ ավելի խորքային ենք աշխատում, հա, որ նման կանայք սովորաբար չեն կարողանում տարբերել իրենց հույզերը, թե ինչ են զգում, որովհետև շատ ոնց որ կոտրված, այսպես շատ նույնիսկ շատ ժամանակ դեպրեսիվ վիճակում են գտնվում ու առանձին սկսում ենք հենց աշխատել հուզական դաշտի հետ եւ նաեւ բերել կյանքի, փորձել նպատակներ ավելացնել իրենց կյանքում, փորձել ինչ որ հետաքրքրություններ, հոբիներ, փորձել գտնել իրենց ուժեղ կողմերը, որպեսզի դրա հիման վրա աշխատանք նաեւ փորձենք գտնել օրինակ տվյալ մարդու նախասիրությունը, տվյալ մարդու բրիդնազնաչենիա փոխել իր առաքելությունը այս կյանքում, հա, եթե ինքը նախկինում չէր հասկանում, թե ինչ է իրեն պետք, փորձել հասկանալ, թե ինչա ինքը ուզում իր կյանքից ու այդպես փոքր քայլերի միջոցով ասեմ, որ ինքը բավականին երկարատև աշխատանք է պահանջում։ Այդպես։ Իսկ երկարատև աշխատանք է պահանջում։ Իսկ այդ ամենը կինը կարող է բռնարարի նույն հարկում ապրելով, նույն վայրում ապրելով շտկել, թե ամեն դեպքում պետք է հեռանա, որ ինքը կարող է իրեն գտնել եւ կարողանա վերականգնվել։ Շատ անհատական են դեպքերը։ Հիմա այսպես ասած Գիտեք, հոգեբանների մոտ էլ, հա, ես ուզում եմ նաև այդ մասին խոսել, ինչ որ պրոպագանդվում է, որ հեռացեք միանշանակ հեռացեք, երբ որ ձեզ վատ է, երբ որ ձեզ հետ վատ են վարվում, հա, թողեք հեռացեք, երևի դա է պատճառը մեր ներկայիս օրերի բաժանման այս չափ թվաքանակի, ինչի մասին ցավով եմ ասում, կարծես, այսպես ասած, մոդայի գերևույթ է դարձել անընդհատ խոսել այդ մասին, նույն աբյուզ հարաբերությունների, թեկոս նույն, երբ որ ձեզ վատ է, թողեք այդ տարածքը լքեք եւ այլն, բայց այստեղ եկեք նկատենք, որ միգուցե մյուս հարաբերություններում եւս նույն բանը կրկնվի տվյալ մարդու մոտ, ու այստեղ առաջինը պետք է նաեւ գտնել սեփական անձի մեջ խնդիրը, այսինքն որտեղ է, ինչա քո հետ տեղի ունենում, որ քո հետ նման կերպ են վարվում ու երևի առաջին աշխատանքը, որ պետք է տանել, հենց սեփական անձնային սահմաններ կառուցելն է, ոչ ասելու կարողությունը, որը կրկին կարևոր է։ Բացի հոգեբանի հետ աշխատելուց մարդը նաև ինքնուրույն պետք է ինչ-որ քայլեր անի եւ հոգեբանին այսպես ասած օգնի, որպեսզի նման իրավիճակից դուրս գալ։ Այդ հետ տրավմատիկ սթրեսը ինչպես կարող են հաղթահարել պացիենտները, երբ որ ցես դիմում են։ Ես առաջինայինը, որ առաջարկում եմ, երևի թե զբաղվել սպորտով, զբաղվել ինքնախնամքով, կրկին։ Իսկ բացի հոգեբանից ընտանիքում գտնվող մարդիկ, ընտանիքի անդամները ինչպես կարող են օգնել նման իրավիճակում գտնվող կնոջը։ Նայեք, այս մասին էլ եմ ուզում շատ կարևոր է, որ անդրադառնամ։ Առհասարակ մեր հայ հասարակությունը, երբ որ ինչ-որ խնդիր է լինում, հա, կլինեն ծնողներ, բարեկամներ, ազդեցներ, ավելի շատ ոչ թե այսպես աջակցողի դերում են, այլ դատողի դերում են,
կուզենայի կոչ անել, որ նման իրավիճակում գտնվող մարդուն մի փոքր փորձել աջակցել, փորձել հասկանալ, ավելի շատ լսել, միշտ չի որ խորհուրդները, քայլերը, գործողությունների դրթելը, հա, լավագույն տարբերակն է լինում տվյալ անձի համար, նույնիսկ շատ ժամանակ այդ մարդը ուզում է ուղղակի լսված լինել, հասկացված լինել ու այս բարգայում շատ կարևոր է ունենալ կողքին լավ ջերմ մարդիկ, հա, ովքեր նրան կարող են աջակցել։ Ես նաև խորհուրդ եմ տալիս չվախենալ օգնության դիմելուց։ Ուզում եմ ասել, որ մեր հոգեբանական կենտրոնը, հոգեսոցիալական կարգավորման կենտրոնը իր աջակցությունն է ցուցաբերում, ունենք թեժգից, որտեղ կարող են նման մարդիկ խնդրի դեպքում զանգահարել եւ անվճար հոգեբանական աջակցություն կցուցաբերեն մեր մասնագետները նրանց։ Իսկ վերջին ժամանակաշրջանում ինչ եք նկատում, թեկուզ ձեզ դիմելու քանակը մեր երկրում որքանով է աճել է, թե նվազել է հոգեբանական բռնությունը։ Թվում է, թե պիտի ասեմ աճել է, քանի որ մարդիկ կարող էին բարձրաձայնել, հա, այդ ամենի մասին նախկին երբ որ լռում էին, բայց մի շատ այսպես հետաքրքիր բան եմ նկատել, որ որքան էլ որ համացանցերում տարածված են, այսպես ասած, ոչ ֆիլտրված, հա, տեսանյութեր, ինֆորմացիոն մեծ դաշտ է, այսպես ասած, հոգեբանության մասով, բայց ամեն դեպքում դա նույնպես իր դրական դինամիկան ունի, քանի որ մարդիկ ավելի տեղեկացված են դարձել։ Նույն այդ սահմանների հետ կապված հարցը, որը նախկինում մարդիկ չգիտեին ինչ է, այս մեր օրերում բոլորը խոսում են դրանից, հա, թե ինչպես անել դնել մեր անձնական սահմանները եւ այլն, եւ կանայք նույն սկսել են ավելի շատ զբաղվել իրենցով, ինչը որ դրական է, կարող եմ ասել ավելի շատ երևի ոչ թե աճել է, այլ նվազել։ Սկսել են իրենց ավելի շատ սիրել։ Այո, սիրել, սկսել են որոշ նյութեր կարդալ, հետաքրքրվել, ոչ բոլորն են գնում մասնագետի դիմում, բայց նաև կարող են այդ նյութերի միջոցով, այսպես ասած, ինչ-որ բաներ փոխել իրենց կյանքում ու միգուցե նաև այո ստացվում է դա։ Իսկ մեզ դիտող երիտասարդ աղջիկներին ինչ խորհուրդ կտաք, որ հետագայում չբախվեն նման խնդիրներին եւ այն կանանց, ովքեր որ բախվել են եւ բախվում են, ինչպես կարող են դուրս գալ եւ գտնել իրենց ինքնագնահատական, ինչ խորհուրդ կտաք նրանց։ Երբի պետք է անընդմեջ նույն բանի մասին ասեմ, հա, ինչ որ ասում էի։ Նախ հասկանալ, թե ինչ են ուզում իրենք իրենցից, ինչ է իրենց համար առողջ փոխհարաբերությունը, որովհետև խոսելով վատ տոքսիկ փոխհարաբերությունների մասին, մենք նախ պետք է հասկանանք, թե որն է մեզ համար առողջ փոխհարաբերությունը։ Առողջ փոխհարաբերության հիմքում օրինակ ընկած է փոխադարձ վստահությունը, փոխադարձ հարգանքը, հենց այդ նույն սահմանները մեկը մյուսի հարգելը, միասին ինչ-որ մի նպատակի նայելը, շարժվել դեպի այդ նպատակը և չմեղադրելը մեկը մյուսին, հա, ինչ-որ տարբեր բաների համար, փորձել մաքսիմում հասկացողի դերում լինել, լսողի դերում լինել զուգընկերոջ համար ու այս պարագայում արդեն մենք կհասկանանք, թե փորձենք հա տարանջատել, թե ինչ հարաբերություններում ենք գտնվում եւ ինչպիսին ենք ուզում լինել, որպեսզի լինի մեր իսկական, մեր լավ հարաբերությունը մեր զուգընկերոջ հետ։ Շնորհակալ եմ շատ Լուսինե ջան հետաքրքիր ինֆորմացիոն զրույցի համար եւ վստահ եմ, որ ձեր խորհուրդները շատ օգտակար կլինեն մեզ դիտողներին եւ կանանց եւ աղջիկներին։ Շնորհակալ եմ հրավերի։ Շնորհակալ եմ։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր զրուցում էինք հոգեբան Լուսինե Ալավերդյանի հետ։ Այս պահին առաջարկում եմ դիտենք տեսահոլովակ, վերադառնանք եւ շարունակենք հաղորդումը։
Բոլորը վաղուց գիտեն, որ ընկույզի մեջ կան մեծ քանակի վիտամիններ եւ օգտակար նյութեր, որոնք բարենպաստ ազդեցություն են ունենում մարդու օրգանիզմի վրա, սակայն նուշը ոչնչով չի զիջում ընկույզին իր օգտակար հատկությունների շնորհիվ։ Նուշը վիտամին E-ի, կալցիումի, մագնեզիումի, ցինկի եւ օմեգա-3 յուղաթթուների հզոր աղբյուր է։ Նուշը պարունակում է մոնոչհագեցած յուղեր, որոնք շատ օգտակար են սրտի համար։ Մագնեզիումը պաշտպանում է սրտի կաթվածից, իսկ վիտամին E-ն կանխում է սրտանոթային համակարգի հիվանդությունների առաջացումը։ Բացի այդ, նուշը ունի նաև հակաբորբոքային հատկություններ։ Եթե դուք հոգնածություն եք զգում, սակայն դեռ շատ գործեր ունեք անելու, ապա կարող եք մի քանի հատիկ նուշ օգտագործել։ Դա ձեզ ոչ միայն էներգիա կհաղորդի, այլև կկարգավորի նյութափոխանակությունը։ Խոլեստերինի մակարդակն իջնում է շնորհիվ նուշի մեջ պարունակվող վիտամին E-ի եւ կալցիումի շնորհիվ։ Նուշի մեջ պարունակվող ֆոսֆորի շնորհիվ այն ամրեցնում է ատամները եւ ոսկորները։ Նուշը նաև օգնում է թեթևացնել մկանային ցավը ինտենսիվ պարապմունքներից հետո եւ ֆիլտրում է տոքսինները երիկամներից։ Իսկ հիմա հարգելի հեռուստադիտողներ, առաջարկում եմ ծանոթանանք Հարթագյուղի Սուրբ Հովանես վանքի հետ, որը առավել հայտնի է Ղալթաղճի անունով։ Այն դարեր շարունակ դեպի իրեն է ձգում հազարավոր ուխտավորների։ 2157 մետր բարձրության վրա գտնվող Ղալթաղճի Սուրբ Հովանես մատուռի մասին պտտվող լեգենդներն ու պատմությունները օր-օրի ավելանում ու ձնագնդիկի էֆեկտով մեծանում են։ Սրբի հրաշագործ ուժի իրականացված նպատակների, բուժված հիվանդների ու հղիացած կանանց մասին պատմությունները շատ են։ Մարդկանց հոսքը մատուռ չի դադարում, գալիս են տարբեր մարզերից ու համայնքներից։ Տեղացիները վստահեցնում են, եթե հավատքով ես գալի ու ցանկությունները անպայման իրականանում են։ Իսկ մենք ունենք պատրաստած տեսանյութ Ղալթաղճի եկեղեցու մասին, առաջարկում եմ դիտենք այն։ Սուրբ Հովանես մատուռը, որը առավել հայտնի է Ղալթաղճի անունով, գտնվում է Լոռու մարզում, Հարթագյուղ գյուղից 1 կիլոմետր արևելք։ Այն գտնվում է գյուղի մերձակա լեռան կատարին, Փամբակի լեռնաշղթայի անմատչելի բարձրունքներից մեկի վրա։ Վերջին տարիներին ուխտավորների կողմից մատուռի շուրջը տեղադրվել են հարյուրավոր խաչքարեր։ Ամենայն հավանականությամբ մատուռը եղել է միջև արևմտահայերի, այստեղ հաստատվել է։ Եկեղեցին գտնվում է ուժեղ սեյսմիկ գոտում, լինում են երկրաշարժեր եւ սաստիկ քամիներ։ Մատուռը գրանցված է Ծաղկաբեր գյուղի մշակութային անշարժ հուշարձանների ցանկում։ Ըստ ավանդության այստեղ ամփոփված է Հովանես Մկրտչի մասունքներից, որը այստեղ բերվել է 13-րդ դարում։ Սուրբ Հովանես մատուռը գտնվում է 2157 մետր բարձրության վրա, Փամբակի լեռնաշղթայի Սրբի լեռան գագաթին։ Մատուռի նախնական հին տեսքը չի պահպանվել։ Զորավար Սուրբ Հովանես մատուռը 3 անգամ պայթեցվել եւ ավերվել է կոմունիստական ռեժիմի օրոք եւ 3 անգամ վերականգնվել հարթագյուղցիների ջանքերով։ Վերջին անգամ վերաշինվել է 1958 թվականին։ Մատուռի մասին իր նամակներում, բանաստեղծություններում անդրադարձել է հայ մեծանուն բանաստեղծ Հովանես Շիրազը։ Մատուռի մասին տեղեկություններ է հաղորդում նաև 20-րդ դարի միստիկ փիլիսոփա Գեորգի Գյուրջիևը իր հայտնի մարդկանց հետ գրքում։ Անցյալ դարերի ընթացքում մատուռը եղել է Ալեքսանդրապոլի գավառի Վարդավառյան ամենանշանավոր ուխտավայրերից մեկը։ 2005 թվականից մատուռի տարածքում սկսել են խաչքարեր տեղադրել, չնայած որ խաչքարեր եղել է նաև մինչև առաջին պայթեցումը 1930-ականները։ Ըստ ականատեսների ներքևում կարելի է տեսնել բազմաթիվ բեկորներ։ Այժմ այստեղ հարյուրավոր խաչքարեր են տեղադրված։ Ներսում խաչեր ու սրբապատկերներ են տեղադրված։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, մենք այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, ձեզ մաղթում եմ գեղեցիկ օրվա շարունակություն, իսկ մենք արդեն կհանդիպենք վաղը, հաջողություն։